Փառք Հիսուսին, այսօրվա համար Տերը այսօր ունի հրաշալի կամք յուրաքանչյուրիս համար, ինչպես որ ամեն օր ունի յուրաքանչյուրիս համար կամք։ Ինչա մեզ մնում իմանանք գլոբալ Աստծո կամքը, հա? Աստծո կամքը գլոբալ է յուրաքանչյուրիս համար, բայց նաև ամեն օրվա համար Տերը կարա մեզ ցույց տա ինչպես անենք, ինչպես վարվենք, ինչ իմաստությամբ շարժվենք։ Դրա համար մենք միշտ ունենք դրա կարիքը։ Ինչու ենք մենք ամեն օր ձգտում Աստծո հետ հանդիպենք, որ ամեն օրվա համար մենք ստանանք։ Դա համար հենց տերունական աղոթքը սրա մասին է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Չէ, չենք ասում, մեզ հաց տու ու ամբողջ կյանքի համար հերիք է։ Ինչպես քուրս ասեց, այո, Տերը ամեն օր մանանա էր տալիս, ամեն օրվա համար նոր մանանան, ամեն օրվա համար նոր կերակուր է մեզ պետք, ամեն օրվա համար մենք Տիրոջ երեսը պիտի փնտրենք։ Փառք Հիսուսին։ Գիտես, այսօրվա ծառայության ֆորմատը մի փոքր այլ է լինելու։ Այս շաբաթ մենք նշեցինք, ամբողջ աշխարհը նշեց ընտանիքի տոնը, մայիսի 15-ն է սա համաշխարհային օրացույցով նշվում է ընտանիքի տոնը, թեև ես մի բան նկատեցի այս տարի, արևմուտքում այն փորձում են վերանվանել մոր տոն։ Սերի կայնակ ձեզ քիչ է մարտի 8-ը։ Քիչ էր մարտի 8-ը, մարտի 8-ից մի հատ ապրիլի 7-ը, հիմա էլ ես էլ եք ուզում տանեք, պայքարելու ենք։ Հա, արևմուտքը ուզում է սա փոխի մորտոն դնի, փառք Աստծուն մայրերի համար, մայր իշխանության, հա, բայց ամեն դեպքում այս տոնը հայտնի աշխարհով մեկ, ինչպես ընտանիքի տոն։ Գիտես, առաջագործությունից հետո, երբ որ Աստված ստեղծեց ամբողջ երկիրը, երկինքը, սրա մասին շատ ենք խոսել, առաջին ինստիտուտը, որը որ Աստված ստեղծեց, դա ընտանիքն էր։ Եվ աշխարհում, հասարակությունում, այսպես է, հասարակության բջիջը դա ընտանիքն է։ Գիտես, մենք հրաշալի ձևով ենք, չէ՞ ստեղծված։ Դավիթն ասում, որ հրաշալի կերպով են ստեղծված, Մարգոն ասում է շատ հրաշալի ենք ստեղծված, գեղեցիկ, լավ աշխատում ամբողջ, Աստվածը մեզ այդպես ստեղծել։ Եվ քո մարմինը բաղկացած է բջիջներից։ Այս մարմնից դուրս ցանկացած բան համարվում է մարմնից դուրս մի բան, չէ՞։ Մարմինը բաղկացած է բջիջներից, այդպես էլ հասարակությունը բաղկացած է ընտանիքներից, բջիջներից։ Եվ մի փոքր այսօր կխոսենք դրա մասին, մենք կունենանք այսօր պանելային քննարկում, որովհետև եկեղեցուց որոշ մարդիկ հարցեր են ուղղել, մենք այն Էլենը հավաքել է, այն հարցերը կտա եւ ես հավատում եմ, որ դու ինչ-որ մի բան կառնես, շինություն կստանաս եւ ինչ-որ մի բան հասկացած կամ նորոգված կամ մի բան ինչ-որ կհիշես, այդպես կգնաս քո տուն այն կիրառելով։ Ամեն։ Դες առաջին բանը, ինչը ստեղծեց Աստված Եդեմական պարտեզում որպես ինստիտուտ, դա ընտանիքն է։ Սրա մասին գրված է Ծննդոց գրքում 2-րդ գլուխ 18-րդ խոսքում այսպես է գրված, որ եւ Տեր Աստված ասաց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրան մի օգնական շինեմ իրեն հարմար։ Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին եւ երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամը ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ էր նրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին եւ դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խորը քուն բերեց Ադամի վրա եւ նա քնեց եւ նրա կողքի ոսկրից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Եվ Տեր Աստված Ադամից վերցրած ոսկորից մի կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. սա հիմա ոսկրին ոսկրից եւ մարմինի մարմնից, նրան կկոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց։ Դրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Դրանք երկուսն էլ Ադամն ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում։ Ինչն է հետաքրքիրը, որ երբ որ Աստված տեսավ, որ Ադամը միայնակ է ու տխուր, Աստված չասեց. ես քեզ հերիք չեմ։ Հետաքրքիր է, չէ՞։
Գիտես, այո, Աստված ամենակարող եւ ամենուրեք, ամենազորավոր է, բայց մարդ ունի մարդու կարիք։ Երբ որ Ռոբենզոն Կրուզը գնաց հայտնվեց մի անմարդաբնակ կղզի, նա մարդ էր փնտրում։ Եվ գիտես, այստեղ Աստված չասեց, խի ես քեզ հերիք չէի։ Նա գիտեր, որ մարդուն պիտի մարդը լրացնի եւ կողակիցը լրացնի։ Դա համար վերցրեց եւ նրա կողքից ոսկորը հանեց եւ այն մսով պատեց եւ բերեց եւ Ադամը տեսավ եւ նա ինքը ընտրություն արեց։ Ադամը չասեց կա էսա, չկա էսա, այմ ներողություն, Աստված չասեց կա էսա, չկա էսա։ Ադամը ընտրություն կատարեց, որովհետեւ միջև այդ բոլոր կենդանիներին Աստված բերեց, բոլորին, եւ մի օգնական չգտնվեց ոչ մի կենդանու միջև։ Այո, շունը մարդուն կերնա, բայց կողակիցը դա Եվան է։ Փառք Հիսուսին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր մենք միասին կխոսենք պանելային քննարկման ժամանակ։ Ու ձեզնից շատերը տվել են շատ հետաքրքիր իմաստալից հարցեր։ Ես այդ հարցերը հավաքել եմ ու հիմա կտամ մեր հովիվներին ու վստահ եմ, որ ձեզնից շատերը եւ ինչու՞ չէ նաեւ բոլորը կստանան շատ իմաստուն պատասխաններ, ինչպես նաեւ կլցվեն Աստծո հզոր խոսքով, որը կառաջնորդի ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմա արդեն կարող ենք սկսել հարցերը։ Լյովը երբ ամուսնանալու։ Մի խունջիկ դրամի շեղի։ Իրականում այս հարցը հումորային է հնչել, բայց երբ որ Էլեն ասեցի, բայց ինքը լավ հարց է իրականում, որ ես կուզենայի պատասխանել լովին, որ օրինակ բերելով լովի անձը չէ, հա, այնց լով որպես տղամարդ։ Գիտեք, մի շատ հրաշալի ֆիլմ ունենք, կտորմը երկինք։ Հա։ Չէ, չեմ ասում, իրանք նույն մարդիկ են։ Հիշում եք, չէ, հարցը լովը չի։ Հիմա թողնում ենք լովին։ Այս ուզում եմ ուղղակի խոսել ամուսնության մասին, որ ընտրություն կատարել եւ չկատարել։ Հիշում եք սկզբից, այն որ մորքուրը ուզում էր ամուսնացնել Թորիկին, չէ, ասում էր լավն է համա քիչի գմ թմբլիկ է։ Լավն է համա քիչի գմ, չգիտեմ, սեր աղջիկն է, մատերը կարծլիկ է, ես կարծլիկ է, սա է, չէ, սկզբից էդ էր։ Հետո ինչ ստացվեց, ասում եմ, որ մեկին բեմ, որ ինքը պատա է։ Արդեն նա համաձայն էր ցանկացածին, ինչու, որովհետև նա վառվում էր ամուսնության համար։ Հիմա թողում ենք հանգիստ լովին, մոռացեք նրա անձը։ Տեսեք, սա հիմնականում ուղղված է երիտասարդներին, որ գիտեք, թող որ ամուսնության հիմքը լինի ոչ թե կիրքը, ցանկությունը, որը շատ նորմալ է մարդու ֆիզիոլոգիայի համար, այլ թող որ լինի սերը։ Մենք այսօր շատ խոսենք սրա մասին, սեր ու դրանից հետո արդեն մնացած գնում է։ Տեսեք, ամեն ինչը կանցնի, կիրքն էլ կիջնի, սիրը հարվածությունն էլ, որ ամենաբարձր գագաթնակետին է, դա էլ է իջնում, եւ տակը մնում է այն ինչը որ մնում է հետո տարիների մեջ։ Եթե սերը չեղավ եւ այդ հիմքը, ամուսնության հիմքը սերը չլինի, շատ հետո կգա մի պահ, որ մարդիկ կանգնում են փաստի առաջ։ Դա համար երբ հալով ամուսնանալու, երբ որ իրականում սիրի եւ սիրվի։ Երբ որ տեսեք նույն Թորիկը սիրեց, չէ, սիրվեց, չէ, այդ Անժելա չի անունը կարծեմ, Անժելա սիրեց նրա մասնագիտությունը, ասում է, իսկ ինչով է զբաղվում Թորիկ, ասում է, էշուն համար փալան կկարե, գավնիմ ինչու ոչ, նամար մեկ էր, հասկանում եք, որ նա փալանչի է, փալան կարող է, սանտեխնիկ է, թե նախարար է, նա պաշտոնը չէր սիրում, նա մասնագիտությունը չէր ընտրում, նա ընտրում էր Թորիկ անձին, եւ հասարակությունը այո կարող է քար նետել, եւ նույն Թորիկ ասեց, երբ որ ես դժբախտ էի, բա ուր էր այդ հասարակությունը, համայնքը զորավոր է, չգիտեմ, այդ ֆիլմն եմ հաուզում բանի բերել, որ համայնքը կարա մի բան ասի, եւ կարող է դու սիրես մեկին, որ իրականում, որ փալան կարող է, փալան չի է,
բայց նա հմուտ է իր մասնագիտության մեջ, նա սիրում է իր մասնագիտությունը, նա լիարժեք է իր մասնագիտության մեջ, բարոյական մասն է խոսք, բարոյականության մասին է խոսք, հա, բարոյական մասնագիտություն։ Եվ դու զգում ես, որ դու գնահատված ես, դու այն ես, ինչ որ դու կաս, եւ քեզ սիրողը, քեզ ընտրողը սիրում է այն, ինչ որ դու կաս։ Հետո դարավ Թորիկը նախարար թե չէ, մենք չգիտենք, բայց դրա կողքին, քանի որ կա այդ իմաստուն, խելացի եւ սիրող կինը, նա կարող է փալանչուց վերածվել նախարարի։ Կարա լինի, որովհետեւ տղամարդուն թեև տվողը կինն է, կոտրողն էլ է կինը։ Դա այդպես է։ Դրա համար երբ կամուսնանա, երբ որ իրականում այս ամեն ինչը լինի մարդու կյանքում։ Իսկ այսպիսի մի հարց, երբ ամուսնացել ու հասկացել ես, որ սխալ ընտրություն ես կատարել, հասկացել ես, որ լույսը խավարի հետ չի կարելի շփոթել, ապա ինչ պետք է անել այդ դեպքում։ Երբ որ ամուսնացի ու հասկացել ես, որ սխալ ընտրություն ես արել, ուշա։ Իրեք Աստծո ասում է, ով ինչպես որ կանչվել է, թող այդպես է մնա։ Լինում է, որ երբ որ ամուսնանում են, հետո ճանաչում են իրենց կոչումը, ու հասկանում ենք տարբեր ճանապարհներով են քայլում։ Ես չգիտեմ, ես մի կոչման մարդ եմ, իսկ իմ ամուսինը կամ իմ կինը ընդհանրապես կոչում չունի, իր համար հետաքրքիր չի։ Աստծո խոսքը ասում է, ով ինչպես կանչվել է, թող այդպես էլ մնա։ Եվ ինչ որ Աստված միացրել է, թող որ մարդը չբաժանի։ Դրա համար մտքերը կարող են շատ լինել։ Ինչ անես, լավ, ամուսնացի հասկացել ես սխալ ընտրություն ես արել։ Այստեղ ես կվախենամ մտնեմ այս թեմայի մեջ իրականում, բայց Աստծո խոսքով կասեմ, որ ով ինչպես կանչվել է, թող այդպես էլ մնա։ Որովհետև լավ, ամուսնացել ես, եկել ես Աստծուն, դա է հարցը, որ ամուսնացել ես Աստծո մեջ ես հասկացել, հա։ Ամուսնացել ես, իսկ Աստծո խոսքը գիտես ինչ է ասում։ Ասում է, ինչ գիտես, ով կին որ չես փրկի քո ամուսնուն։ Ինչ գիտես։ Եվ ով ամուսին, ինչ գիտես, որ չես փրկի քո կնոջը։ Եվ այնտեղ գործիքակազմը մեզ տարի առաքյալը։ Եվ ինչպես որ Պողոս Արաքյալը ասեց, Աստծուց խոսք չունեմ, բայց որպես մեկը, որ Աստծո շնորհքն ունի, կարող եմ այսպես պատասխանել, որ շատ հարցերում դիմանալ է պետք։ Եթե իհարկե, եթե այնտեղ չկա ինչ։ Հա, ես հենց դրան բերում եի, ես դրան բերում եի։ Կա հուսալքություն, կա հուսահատություն, որ մարդը կարա հուսահատվի, հուսալքվի։ Տեսեք, Աստվածաշունչը թույլ է տալիս բաժանությունը երկու դեպքերում։ Առաջինը, երբ որ կա շնության ակտ, երկրորդը, երբ որ կողմերից մեկը անհավատ է եւ անհավատ կողմն է ուզում բաժանվի։ Ոչ թե հավատացյալ կողմն է ուզում բաժանվի, այլ անհավատ կողմն է ուզում բաժանվի։ Եվ երրորդը, ինչը որ թույլատրելի է, այս վերջերս ֆորում եղավ եւ ոչ թե թույլատրելի է, այլ Աստծո խոսքից չի, բայց կենցաղը եւ կյանքը բերել է նրան, որ մենք հասկացել ենք մի բան, որ կա բռնություն ընտանիքում եւ այդ բռնությունը շատ դաժան է։ Գիտես, կա բռնություն, որը ֆիզիկական բռնություն է, ծեծ ու ջարդ։ Կա հոգեպես բռնություն, դա նույնպես բռնություն է, երբ որ մարդուն ճնշում են եւ աղախին են սարքում տանը։ Գիտես, մենք չպետք է վախենանք օրինակի համար դիմել օրինապահ մարմիններին, ինչու ոչ։ Իսկ ինչու ոչ։ Դեպքեր կան, որ այո, դու պիտի դիմես օրինապահ մարմիններին եւ չնայես թե ինչ կմտածեն։ Բայց եթե իմ կյանքը վտանգված է, եթե երեխաներիս կյանքը վտանգված է, բայց ինչ անեմ։ Մենք դեպք ունեցանք այս վերջերս, հա, Ստեփանավանում մի կին իրեն կամուրջից նետել է, դա հուսալքությունն է, հուսատությունն է։ Իսկ ինչ եթե ես քեզ ասեմ, որ դա մեր մեղքն է եւս։ Եթե մենք շատ բաց լինենք Աստծո համար եւ Աստված մեր խոսը կասեր, այսին ժամին գնա կամուրջի մոտ։ Աղոտ խրա։ Եթե այդպես բաներ լինում, դա մեր թերությունն է նույնպես, որովհետեւ մենք երկրի վրա կանչված ենք երկնային մթնոլորտը բերելու։ Իսկ ինչ եթե ես քեզ ասեմ, որ սա մեր թերությունն է։ Երբ որ մարդիկ գնում են նման քայլերի, սա կարա լինի հենց մեր թերացումը, որի համար մենք երբ որ կանգնենք Աստծո առաջ, մենք պատասխան ենք տալու, որ մերկ էի, չայցելեցիք, սոված էի, չկերակրեցիք, հուսալքված էի, չեկաք հասակ։ Դա համար մենք շատ ուշադիր պիտի լինենք այստեղ եւս, որ մենք Աստծո ձայնին ուշադիր լինենք, հետևենք նրան, որտեղ նա կուղղորդի, այդտեղ էլ գնանք։
Ամեն։ Ամեն ստացած։ Հաջորդ հարցը նմանատիպ էր, ինչպես դուք պատասխանեցիք, դրա համար կշրջանցեմ ու կասեմ Հովիվ, ձեր առաջին խորհուրդը ընտանիք կազմելուց կամ ընտրություն կատարելուց առաջ էս դեպքում։ Տեսեք, աշխարհում մի բան են խորհուրդ տալիս, եկեղեցու մի բան են խորհուրդ տալիս։ Օրինակ, հիմա աշխարհում խորհուրդ է տալ նայ կայացած լինի, ավարտած լինի, տուն ունենա, մեքենա ունենա, պաշտոն ունենա, չէ՞։ Եկեղեցու մի ուրիշ խորհուրդ են տալ, օրինակ ինչ խորհուրդ է տալիս։ Ձեր առաջին խորհուրդը ընտանիք կազմելուց կամ ընտրություն կատարելուց առաջ։ Դժվար է, որովհետև տարբեր են, ամեն մեկը մի ձև է նայում դրան ու ամեն մարդ ունի իր խորհուրդը, դու չես կարա սուբյեկտիվ կարծիքներ են, դու չես կարա մեկին ասես քո փորձառությունից ու հանկարծ այդ մարդու մոտ գնա ու ինչ-որ մի սխալ բան ստացվի։ Ես կարծում եմ, որ խորհուրդ տալը ուրեմն Ձեր առաջին խորհուրդը ընտանիք կազմելուց կամ ընտրություն կատարելուց առաջ։ Նախ առաջինը, ես մտածում եմ, մենք խոսում ենք քրիստոնեական հարթակից ու ես մտածում եմ, որ առաջի արժեքը թե կնոջ մեջ, թե տղամարդու մեջ պիտի լինի Քրիստոսին նայելը, որովհետև մենք, երբ որ Քրիստոսի մեջ չենք, մենք ամուսնանում ենք, մենք ապրել ենք քաղաքացիական կյանքով, մենք ամուսնացած չենք եղել, Քրիստոսի մեջ չենք եղել, բայց երբ մենք եկանք Քրիստոսին, մենք արդեն առաջի մեր բանը որ եղավ, մենք գնացինք ԶԱԳՍ ու անմիջապես պսակադրվեցինք, բայց երբ որ դու Քրիստոսի մեջ ես, իմ կարծիքն է, որ դու պիտի ընտրես բնականաբար եկեղեցուց մարդ, որովհետև մտածելակերպը տարբեր է, եթե դու ամուսնանաս աշխարհիկի հետ, իհարկե ես հիմա չեմ ասում, որ գիտեք, դուք պիտի աշխարհիկի հետ չամուսնանաք, իրավունք չունեք, որովհետև շատ տարբեր բաներ կան, բայց ես մտածում եմ, որ պիտի լինի կողակիցդ հոգևոր, որպեսզի տարաձայնություններ չլինեն ընտանիքում, որովհետև եթե ընտանիքում կան տարաձայնություններ, արդեն այդտեղ լինում է խառնաշփոթ վիճակ։ Գոնե տեղեկացված պիտի լինեն, լինում է, որ ամուսինը տենց կամ կինը կամ ամուսինը շատ չեն կպնում Քրիստոսին, բայց ամեն դեպքում որ կողմն էլ որ լինում է Քրիստոսինը, ես վստահ եմ, որ աղոթքներով հաղթահարում են շատ բաներ, աղոթքը շատ բան է անում, իմ խորհուրդն է, որ քայլ անելուց առաջ չշտապեք, ամենակարևորը սիրեք միմյանց ու կարևորը, որ Հիսուսը լինի ընտանիքի հիմքը, իմ խորհուրդը դա է։ Ամեն, գիտեք, այստեղ ընտրություն կատարելուց մարդիկ կան ասում են, ես զգում եմ ինքը իմն է։ Ես չեմ հավատում դրան։ Գիտեք ինչու, որովհետև դա զգացմունք է մենակ։ Դրանով չեն առաջնորդվում։ Աստծո խոսքը ասում է մի վստահի սրտիդ։ Օրինակ, եթե մենք խոսում ենք եկեղեցու շրջանակներում, առաջինը ինչին պիտի նայես, դա քո կոչումը որն է։ Եթե դու կանչված ես, չգիտեմ, միսիոներ լինելուց, կոչումդ միսիոներ է, դա նորմալ է։ Ուն դու ընտրում ես մեկին, ով ընդհանրապես կապ չունի միսիոներության հետ, տարբեր ճանապարհներ են, կամ դու ընկնելու ես քո կոչումից, միսիոներ, դու այդպես էլ կոչման մեջ չես լինի։ Կամ դու տանջելու ես քո կնոջը, կամ միսիոները տանջելու այն մեկին, ով պասիվ է ուղղակի։ Համար ինչ անել, որպեսզի հասկանաս, կոչմանդ նայի առաջինը, երկրորդը համապատասխանություն։ Կա համապատասխանություն, դա ճիշտ է խոսանք, կա համապատասխանություն պիտի լինի։ Ամեն տեսակետներից համապատասխանություն։ Երբ որ նայում ասում ես մի տղան մի աղջիկ առաջարկություն անում, ասում ես լավ դու յուրայք ես հայլում ես, ներողություն էլի իհարկե մի քիչ փոքր sense մեկ հայլի մեջ արժի նայել նոր մատ առաջարկություններ կամ հակառակը։ Դրա համար դրան է մենք պիտի նայենք։ Համապատասխանություն։ Կարա լինի ֆորս մաժորային դեպք, կարա լինի որ միլիոնից մեկը, բա ոնց է սրանց մոտ այսպես եղավ, մենք չպիտի նայենք ուրիշի օրինակները շատ։ Լավ, իմ ասածը սա է, առաջինը դա կոչումն է, կոչումիդ նայիր, որ հանկարծ կոչումիցը չընկնես։ Եթե ինչ-որ մեկը քեզ քաշելու է գցի քո կոչումից, դա սխալ ընտրություն էր։
Գթի, եթե կոչումը չգիտես, ես վստահ եմ, Աստված յուրաքանչյուրի համար ունի կոչում, յուրաքանչյուր մարդ ունի կոչում, յուրաքանչյուր անդամ եկեղեցում ունի կոչում, գտնելա պետք դա նույնպես մենք վերում ենք նրան, որ դա աղոթքի ուրեմն աղոթքի պակաս կյանք ունենալն է, մարդը պիտի դա Աստծուց առնի, չկա մեկը որ կոչում չունենա, դա բացառվում է։ Ես Աստծո կամքն է, որ մենք երջանիկ լինենք, թե եկեղեցում, թե մեր ընտանիքներում, թե հասարակության մեջ։ Ավելի լրացում ու շատ են լինում, որ խորհուրդ են տալիս մյուսները տվյալ մարդկանց, խորհուրդ կտայ իր հետ ամուսնանաս, խորհուրդ կտայ իրան նկատես։ Երկերկոցում գրված է, չէ, մի արտնացրու քնածին, դա շատ սխալ է, որովհետև մենք կարանք խորհուրդ տանք, բայց հակառակ կողմը չուզենա, իսկ մենք մեր ցանկությունը շատ ենք մենք ուզում, մենք խորհուրդ տանք, արտնացնենք նրա մեջ զգացմունք, բայց հակառակ սեռի մեջ չլինի դա, եւ դա էլ է շատ մեծ սխալ, խորհուրդ չպիտի տանք երբեք։ Տապես ես մի բան եմ հասկացել, երեք բան չպետք է խորհուրդ տաս ամուսնանալ իրար հետ, երկրորդը բժիշկ, երրորդը իրավաբան։ Որտեղ մեկի համար կարող լինի լավ իրավաբան, մեկին տանեն դատեն, ասեն, բայց դու ես խորհուրդ տվել, տարան դատեցին, մենալ բժիշկը։ Դա քեզ օգնած լինի, բայց այն մեկի համար ճակատագրական լինի, նույնպես ամուսնությունը։ Եթե հանկարծ չստացվեց պտտվելու, ասեն դու ծանոթացրեցիր, դու հրավիրեցիր, դու խորհուրդ տվեցիր, դու ծանոթացրեցիր, հա։ Դա համար իրականում, ինչպես ասես կինս, հա, մենք չպետք է արթնացնենք։ Ասենք, այսպես ոնց որ puzzle-ը տեկի, այսպես կայնել է իրար, այն լրացրեցիք իրար, սա էլ է սխալ։ Ու կարա մեկի համար շատ հրաշալի լինի, ամուսնանան ու միշտ խորցելություն երջանիկ լինեն։ Կարա մյուսի համար շատ վատ լինի։ Դա համար նույնպես սա այն պահը, որ տարածաշրջանային մտածելակերպը եւ այլն կարա մեզ շատ խանգարի։ Հաջորդ հարցը, ինչից պետք է խուսափեն չամուսնացած զույգերը այն ընթացքում, երբ որ ուղակի շփվում են, այսինքն դեռ նշանադրված չեն կամ ամուսնացած չեն։ Լավ հարց է։ Շատ կարևոր հարց է։ Եսեք այս սահմանը պիտի մարդիկ գծեն իրենց համար, զույգերը պիտի իրենց համար սահմանը գծեն, որովհետև կա հանդիպում իջե նշանդրեք, կա հանդիպում նշանդրեքից հետո, դա համար խուսափել պետքա, միանշանակ խուսափել պետքա, սահմանել գծել պետքա, միանշանակ սահման գծել պետքա։ Այն ինչ որ թույլատրելի է հիմա հանդիպման ժամանակ, դա անտանելի անթույլատրելի էր օրինակի համար մեր պապերի տատերի ժամանակ։ Հասկանում եք, դա համար զույգերը իրենք պիտի իրենց սահմանը ունենան եւ գծեն, դա հասկանան։ Ես ունեմ երիտասարդ տղաներ, ես նրանց հետ այս հարցերով քիչ եմ խոսել, բայց խոսել եմ հատկապես Գևի հետ եւ նա հստակ գիտեր իր սահմանը, հստակ։ Նա հստակ գծած սահման ունի, որ սա ես թույլ չեմ տա անցնել։ Դրա համար այս հարցը հիմնական երիտասարդներին է ուղղվում երիտասարդների համար է, որ երիտասարդները իրանք երբ որ հանդիպում են միմյանց հետ, պիտի իրար հետ պայմանավորվեն։ Որ արի այ մեր սահմանը սա է, որովհետև հիշում եք մեկ անգամ մի քարոզ քարոզեցի կաթիլի զորությունը։ Գիտես առաջի անգամ այն որ գայթակղիչ է ու այն որ մանավանդ տղամարդու համար, հա, մենակ հպվեմ։ Հպումը համար ամեն ինչ աշխարհը հասավ այդ հպմանը, հաջորդը ձեռը բռնելն է։ Ասում ես արդեն հպումը համար հեչ անցել է դա արդեն։ Հաջորդը ձեռքը մենակ ձեռքը բռնեմ։ Ձեռքը բռնեց, արդեն մյուս հանդիպմանը, այլևս նա չի բավարարի միան ձեռքը բռնելով։ Նա կուզենա արդեն գրկել։ Այն մի հանդիպմանը արդեն, գիտես, արդեն որ գրկելն էլ հասավ, այդ սահմանը անցավ, նա արդեն կուզենա արդեն ուրիշ կանտակ։ Դա համար հենց կարևոր է հանդիպելուց երկու կողմն էլ առողջ լինեն եւ հասկանան, որ մենք պիտի սահման գծենք մեր համար։ Եվ որովհետեւ կա վտանգավոր սահման, վտանգավոր տարածք, որտեղ որ կարող են զույգերը մտնել ու հետո արդեն դուրս չգան կամ վնասված դուրս գան։ Օրինակ նախկինում, ովքեր որ սովետական միության ժամանակ են ծնված ապրած, մենք, ես այդ սերունդից եմ, մենք ունեցել ենք ամոթխածություն,
մենք հարգանք ենք ունեցել, ինչը չեմ անարգում այս սերունդին, բայց այս սերունդը շատ ազատամիտ է, որը խանգարում է իրանց, ու մենք հիմա տեսնում ենք ամերիկացիներ էլ ունենք, մեր երեխաները, մեր երիտասարդները իրանց հետ շատ շփվեցին, ես նայում եմ իրանց ազատությունը, որ իրանց մեջ կա ազատությունը շատ է, ու դա թափանցել է մեր երկիր նմանատիպ երկրներից, մեր երիտասարդներն էլ մի քիչ ավելի շատ են դա վերցրել, օրինակ նրանց երիտասարդներին ես հիմա տեսնում եմ, որ նրանք մի տեսակ, ոնց բացատրեմ, հարգանքը կա, ազատամտությունն էլ շատ կա, ես ուզում եմ, որ մեր երիտասարդները ինչքան էլ ազատամիտ են, շարժվեն Աստծո խոսքով, մենք չի պիտի նայենք, որ հիմա սահմանները անցնենք, մենք չի պիտի նայենք, որ մենք հիմա մի երկրում ենք, որ արդեն ազատություն է, մենք չենք մտածում առաջվա մեծերի նման, նրանք սահմանափակ էին, մենք սահմանափակ չենք, դա ճիշտ չի, եթե Աստծո խոսքին նայենք, միշտ սա արդիական է, միշտ մնայուն է և երբեք չի փոխվում, մոդայով չենք գնում, Աստծո խոսքը միշտ ասում է, որ պիտի լինես բարոյական արժեքներով ապրող մարդ։ Ամեն։ Մենք պիտի սա հասկանանք, որ ինքներս ենք գծում այդ սահմանը և ինքներս ենք քանդում այդ սահմանը։ Աստծո խոսքը ասում է, մեր հայրերի դրած վաղեմի սահմանը մի քանդեք։ Աստծո խոսքը ունի դրած վաղեմի սահմաններ և մշակույթը մենք չպետք է թույլ տանք, որ մշակույթը դա քանդի։ Մեր թշնամին, ես նորից եմ ասում, մեր թշնամիներից մեկը դա այն բրազիլական սերիալներն էին, որոնք մտան մեր հասարակության մեջ։ Ու բաներ սերունդ կրթեց ու դաստիարակեց ու բարձրացրեց, որոնք որ դա տեսելով ասում են, բայց մենք խի դա չունենք։ Ով է բացում մեր աչքերը։ Հասկանում ես, ով է բացում մարդու աչքը, ով է բացում մեր աչքերը։ Թող որ Աստված բացի մեր աչքերը։ Ամեն։ Ահա հաջորդ հարցը, որ տարիքում է ճիշտ ամուսնանալը։ Գիտեք, դա այն բանն է, որ մարդը ինքը պիտի հասուն լինի և պատրաստ լինի։ Եթե շտապում ես, ինչպես մեր Լարիսա քույրը ասեց ու շատ ճիշտ ասեց, պետք չի շտապել։ Դու պիտի արդեն հասուն մարդ լինես, հասկանաս և ամենակարևորը, որ պետք է լինես կայացած, որը որ ես խորհուրդ եմ տվել իմ աղջկան։ Ես ասել եմ, մինչև չկայանաս, ընկերոջ մասին խոսք լինել չի լինի, ոչ թե ամուսնության, անգամ ընկերոջ, որովհետև երբ որ մարդը կայանում է, նա բավարարված է, ու երբ որ ամուսնանում է, արդեն նա արժեքներ ունի, ու նա արդեն ընտանիքին նայում է այլ հայացքով, ոչ թե ամուսնանում է, հետո հասկանում է, վայ, ես ինչ արեցի, ախար ես դեռ էս ունեի անելու, ես դեռ էս կարայի անեի, նայում է իր հասակակիցները դեռ ամուսնացած չեն, բայց ինքը արդեն ծանր բեռի տակ է մտել, իմ խորհուրդն է, որ կայանաս, հետո նոր մտածես ամուսնության մասին։ Ամեն, ունենք շատ հրաշալի օրինակ, պսակեցին Մարոյին, տվին Չոբան Կարոյին, նույնս եմ ասում, ես դեմ չեմ, որ Կարոն Չոբան էր, ես դեմ եմ, որ տվին, այլ ոչ թե ընտրեց։ Տեսեք, կա 20 տարեկան կայացած հասուն տղամարդ, կա 60 տարեկան երեխա։ Ու նայում ես, կապրիզ, երեխայություն, մանկություն, ես ամուսնացել եմ 22 տարեկանում և ես կարող եմ ասել, որ բավականին կայացած էի, որպես մարդ, որպես տղամարդ, բայց ես տեսել եմ նաև դու նույնպես կարող ատեսած լինես, որ տեսնում ես 50 տարեկան երեխա, 40 տարեկան երեխա, չկայացած մարդ, դա համար որ տարիքում է ճիշտ ամուսնանալ, չկա հստակ աստվածաշնչյան մոտեցում կամ տարիք, բայց կա սա, որ մարդը պիտի կայացած լինի, այո, որ Մարոն չխաբվի Կարոյի բերած կանֆետ, բերում էր ինձ ամեն օր, կանֆետ, չամիչ ու խնձոր, չէ, նա նյութականին խաբվեց, նա ուտելուն նա խաբեցին, նրան տվին, հասկանում եք, նա չընտրեց, իր փոխարեն ընտրություն կատարեցին, որը որ ցավոք սրտի մեր հասարակության մեջ սա կար, նախկինում շատ ավելի կար։ Ես մի տատիկ հետ եմ խոսում, հիշում եմ տարիներ առաջ, ասեցի, տատիկը պատմես, ոնց ես ծանոթացի ամուսնուդ հետ, ասեց,
Այ բալաջան, չեմ էլ ծանոթացի, ասում է հարսանիքից հետո առաջի առավոտ արթնացա, տեսա բոյով մարդ էր։ Ասի լուրջ դու միշտ էլ չես տեսա, ասում է չէ, չեմ տեսել իրան։ Ինչա քյարտմայն արել, չգիտեմ, բայց արել են դա, դե ինքն էլ ամոթխած հարս է եղել, գլուխը չի բարձրացրել հարսանիքի ժամանակ, տենա կողքով է նստած, դուխ չի արել։ Առավոտ աչքերը բացել է, տեսել է, որ բոյով մարդ է։ Էդ է նրանց առաջի հանդիպումը, հասկանում եք։ Դրա համար որ տարիքում է ճիշտ ամուսնանալ, չկա հստակ տարիք, բայց իմ խորհուրդը սա է լինել կայացած։ Մենք չպիտի աղջկա ձեռքից տիկնիկը խլենք եւ ամուսին տանք։ Եվ մենք չպիտի տղամարդու տղայի ձեռքից ինչ որ մի խաղալիք խլենք եւ կին տանք։ Որ նա խաղա։ Դրա համար կայացած, միանշանակ կայացած, հասուն։ Հետո որ ասում են որ տարիքում է ճիշտ, ոչ թե որ ասում են որ տարիքում է ճիշտ ամուսնանալը, օրինակ շատ են ասում տարիքը տանցավ մնացիր տունը։ Խորհուրդ կտամ երբեք չլսեք նման բաներին։ Ամեն։ Իսկ եթե տղան ու աղջիկը շփվում են, ինչպես կարող են հասկանալ, որ դա Աստծո կամքն է։ Նույնիսկ վերադառնում ենք այն վերևի հարցերին։ Ես կարճ մի բան ասեմ էլի։ Եթե ձեր հարաբերությունների մեջ տեսնում եք խաղաղություն, սեր, փոխադարձ հարգանք, արդեն պարզ է ամեն ինչը։ Պետք չի ընկնել տողատակերը, Աստծո խոսքի մեջ բան մանգալ, փոխադարձ հարգանք ու ամենակարևորը, եթե ձեր շփման մեջ եղավ Հիսուսը, իդեալական է։ Հովիվ Արտուր հետարքիր մի խորհուրդ է տալիս եւ ես դա վերցրել եմ ինձ համար, ես նույն խորհուրդը տալիս եմ երիտասարդներին։ Եվ նույնը ես տվեցի իմ աղջկան, երբ որ նա ամուսնանում էր։ Առաջինը թող նա Հիսուսինը լինի, թող նա Հիսուսին սիրող լինի, կոչումը հասկացած լինի, որն է իր կոչումը։ Երկրորդը լինի աշխատասեր։ Երրորդը հումոր ունենա, հումորի զգացողություն։ Այս երեքը երբ որ լինի, գիտես, հետարքիր կյանք ունենաս։ Տխուր չես լինի, կյանքդ հումորով լցված կլինի, աշխատասեր մարդ ինքը հասնող ամեն դեպքում, ամեն ինչին կհասնի իր կյանքում, եւ երբ որ նա Հիսուսին սիրող է ու կոչումը գտած է, դա հրաշալի մի ընտանիք է լինում։ Նույնպես տղան պիտի այդպես նայի իր կնոջ այդպես ընտրություն անի։ Երբ որ Եղիազարը ուղարկվեց, որ Իսահակի համար կին ընտրեր, հիշում եք որտեղ էր Ռեբեկան։ Նա ջրհորի մոտ ջուր էր հանում, հասկանում եք։ Քանի ուխտերի համար, ծարաված ուխտերի համար, մեկ անգամ հաշվել էի, մի քանի տոննա ջուր է դառնում։ Նա աշխատասեր աղջիկ էր։ Եվ նա ջրհորի մոտ էր։ Դա համար պիտի այդպիսի բաների վրա կարծես թե մանրուք է, բայց մանրուք չի։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ նորից շեշտել, որ զգացմունքների լավ բան է զգացմունքը, դա Աստծո կողմից տրված մի բան է, բայց զգացմունքների եւ սրտից շատ մի վստահիր, որովհետեւ այդ ամեն ինչը կարա խափի մարդուն, որովհետեւ մարդու սիրտը շատ խորամանկ է, այո, եւ ապականված։ Եվս մեկ կարևոր հարց, արդյոք կարելի է ապրել մեկ տան մեջ մինչ ամուսնությունը։ Դե նոր այս արարողությունը ինչ որ եղավ, մեր պսակադրությունը ցույց է տալիս, որ դա սխալ է։ Եվ բա ինչ անեմ, հա, ինչ անեմ, հիմա ապրում ենք, ինչ անեմ, գնա ԶԱԳՍ, արի պսակադրվի, օրինականացրու քո ամուսնությունը, որ մենք օրենքով լինենք, համ Աստծո առաջ մաքուր, համ պետության առաջ մաքուր լինենք, որ մենք հիմք ունենանք։ Առաջ հիմքը դա Աստված է, երկրորդ հիմքը դա այն, որ մենք պետության առաջ մաքուր ենք։ Նույնիսկ եմ ասում, մարդ կարա ծնվի, փաստաթուղթ չհանի, այդպես էլ ինքը ապրի, ոչ ծննդական, ոչ պասպորտ, ոչ մի բան չունենա, բայց նա լեգիտիմ չի, դա սխալ է։ Դա համար շատ ճիշտ է, ինչպես կինս նշեց, մենք ամուսնացած, երբ որ մենք Աստծուն եկանք, մենք քաղաքացիական ամուսնությամբ ենք ապրում։ Եվ դա մեր համար նորմալ էր, ինչու՞, որովհետև դա նորմալ է աշխարհում։ Աշխարհը ասում է, դա նորմալ է։ Բայց երբ որ մենք եկանք Աստծուն, հասկացանք, որ սա սխալ է Աստծո առաջ, մենք անմիջապես գնացինք դիմում գրելու, որ պետության առաջ մաքուր լինենք։ Եվ հետո գնացինք պսակադրվենք։ Ու հետո մի բան էլ, տեսեք, Աստված իհարկե ժամանակների հետ հաշվի նստում է։ Մեկը կարող ասի, բա ուր էր Ադամի եւ Եվայի ԶԱԳՍի բանը, թուղթը։
չունեին, նրանք ԶԱԳՍ-ի թուղթ չունեին։ Եվ Աստված ժամանակների հետ հաշվի է նստում։ Ինչպես տեսեք, Աստծո կամքն է, որ Դավիթ ունենար 4 կին։ Իհարկե ոչ։ Աստծո կամքը չէ, որ Դավիթ ունենար 4 կին։ Բայց դեպքում նա ինչու ուներ 4 կին։ Մեկը, ով Աստծո ընկեր էր։ Աստված ասես, չէ, իմ սրտի համար թագավոր մարդ եմ գտել։ Աստծո կամքն չէ, բայց ինչու էր դա թույլ տալիս։ Աստված աշկ էր փակում ժամանակների հետ կապված։ Այո, կար ժամանակ, որ ԶԱԳՍ-ի թուղթը դա պետք չէր, բայց հիմա դա պետք է։ Նույնպես, ինչպես օրինակ բերեցի Ադամի եւ Եվային, նրանք չունեն ԶԱԳՍ-ի թուղթ, բայց Աստված նրանց օրհնել էր։ Դա համար մենք ժամանակները պիտի անպայման հաշվի առնենք, տարածաշրջանը անպայման պիտի հաշվի առնենք։ Ամեն։ Հաջորդ։ Մենք տեսնում ենք, որ ձեր երեխաները եկեղեցում են եւ ծառայում են Աստծուն, իսկ ինչպես եղավ, որ ձեր Աստված դարձավ նրանց Աստվածը, իսկ ձեր եկեղեցին նաեւ նրանց եկեղեցին։ Պատասխանեմ ես այս հարցին։ Մենք երբ եկեղեցի էինք հաճախում, մեր երեխաները ինքնաբերաբար մեզ հետ եկել են, որովհետև փոքր էին։ Բայց եկավ մի տարիք, որ իմ մեջ, մեր երկուս մեջ կար անհանգստություն, ես վախենում եմ, ասում եմ, բա որ եկավ մի տարիք, որ իրանք գիտակցեցին ու ամանչեցին։ Ասեն ամոթ, մենք եկեղեցի չեն գնում, որտեվ աշխարհում գնում են դպրոց, ընկերներ ունեն, բայց այնքան լավ է, երբ որ դուք ամուսիններով իրար հետ եք, միասին եք մտածում ամեն ինչը ու ձեր միտքը նույնն է։ Երբ մեր երեխաները պատանի հասակում գնացին ճամբար քրիստոնեական, իրանք այնտեղից եկան լրիվ Աստծուն ուրիշ ձև ճաշակած, հիշում եմ, որ եկան գոռն էր առաջինը գնացել, եկավ լացում, ասում ես մենք մեր համար աղոթեցին, մենք լացում էինք, ասում եմ ինչ էիք լացում գոր ջան, ասում մենք լեզուներով մկրտվեցինք, հաջորդ տարի Գևորն էլ գնաց ու իրանք ավելի նոր ձևով կպան, այն ժամանակ իրանք գալիս են, որովհետև մենք իրանց տանում էինք, բայց երբ որ իրանք հասկացան, ճաշակեցին ու այդ ընթացքում նաև ես որպես մայր հոգևոր լուրջ արժեքներ եմ դրել իրանց մեջ, ճիշտ է, ես չեմ ասում, որ ես քարոզիչ եմ, բայց որպես մայր ես տան մեջ, այո, ես եղել եմ քարոզիչ իրանց համար։ Միջև հիմա ինչ որ լինում է, ես խոսում եմ իրանց հետ Աստծո խոսքով, ես չեմ իմ կարծիքը իրանց թելադրում, ես ասում եմ, իսկ եթե Աստված սենց ասում ու մեր դերը, մեր ընտանիքում, որ մեր երեխեքը եկան Աստծուն, մենք երկուսով մեծ դեր ունեինք։ Ու ինչպես տեսնում եք, ծառայում են Աստծուն, ամբողջ ընտանիքով ենք ծառայում, դա շատ լուրջ ներդրում է ծնողների կողմից, դա պարտադիր է։ Ամեն, այսպեսի, բայց իրականում եկեղեցիներում կա մեծ տենդենս եւ վտանգ ու պրոբլեմ, մեծ խնդիր կա, ռուսները այն կոչել են սինդրոմ ԴՎՌ, ասում է սինդրոմ Дети верующих родителей, ԴՎՌ, Дети верующих родителей։ Մեծամասամբ, մանավանդ արևմտյան երկրներում երեխաները մեծանում են եւ գնում են աշխարհ։ Եվ սա իրականում ողբերգություն է։ Աշխարհը տանում է մեր երեխաներին։ Ինչպես անել, իրական շատ լավ հարց է, ինչպես անել, որ իմ Աստված դառնա իմ երեխայի Աստվածը եւ իմ եկեղեցին լինի իմ երեխայի եկեղեցին։ Տեսեք, Աստված ասում է ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված։ Նա սերունդների Աստված է։ Ոնց անենք, որ այդ կապը չկտրվի։ Մեծ պատասխանատվություն է դրած հենց ծնողի վրա։ Տեսեք, ես իմ տանը հովիվ չեմ, ես իմ տանը բեմի քարոզիչ չեմ, ես իմ տանը պապա եմ ուղղակի, սովորակ պապա, հայր, որ ունի թերություններ, որ ունի խնդիրներ, որ ունի ուժեղ եւ թույլ կողմեր։ Եվ եթե ես մի բան այստեղից քարոզեմ, բայց ուրիշ ձևի ապրեմ, դա անմիջապես երեխան տեսնում է։ Երբ որ նոր ենք մենք խովության անցել, երբ որ ինչ-որ մի պահի sense դա պատմած կլինեմ, որ ափերից դուրս է գալի եւ ես ասում եմ հովիվ հրայր։ Հասկանում եք, դա ինձ զգաստացնում էր նույնպես, բայց նաեւ շատ կարեւոր է թե մենք ինչ հիմք ենք դնում մեր երեխաներին կյանքերում։ Շատ կարեւոր եւ սա շատ լուրջ խնդիր է այսօր աշխարհում։ Եթե իմ երեխան չի ուզում իմ Աստծուն, ուրեմն ես շատ սխալ եմ ներկայացնում իմ Աստծուն։
Եթե իմ երեխան չի ուզում իմ Աստծուն, ուրեմն ես շատ սխալ եմ արտացոլում իմ Աստծուն։ Եթե իմ երեխան չի ուզում իմ Աստծուն, ուրեմն ես կեղծավոր եմ։ Ես մի կյանք եմ ապրում եկեղեցում, լրիվ ուրիշ կյանք եմ ապրում իմ տանը։ Այդպիսի արտահայտություն կա, չէ՞։ Եկեղեցում քահանա, տանը սատանա։ Եվ դա իրականություն է, եւ դառը իրականություն, որ մենք մի կյանք ենք ցույց տալիս այստեղ, մի երես ունենք այստեղ, իսկ տանը մենք լրիվ ուրիշ երես ունենք։ Եվ սա անդրադառնում է երեխայի վրա, ու երեխան մեծանում ասում է՝ «Ինձ պետք չի քո Աստված, ինձ պետք չի քո եկեղեցին»։ Եվ նրանք մեծանում են, արդեն որոշում են կայացնում, ես չեմ ուզում եկեղեցում լինեմ։ Դա մեծ խնդիր է։ Ինչպես կինս ասեց, այո, մենք ապաշխարեցինք, երեխաները փոքր են, 2-3 տարեկան են, մենք նրանց տանում էինք, բայց հետո եկավ մի տարիք, ես անհանգստացա, արդեն երբ որ նրանք պիտի դառնային պատանի, ես ասեցի՝ Տեր իմ Աստված, տուր իմաստություն, ես երեխաներին պահեմ քո մեջ, երեխաների մեծացնեմ եկեղեցում, տուր իմաստություն, եւ երբ որ ես նայում էի որոշ հովիվների երեխաները, նրանք ամբողջ ընտանիքով ծառայում են, ասում են, այս հովիվները պիտի սեմինար անցկացնեն, ոնց անենք մենք ծառայողներս, այս ժամանակ ես հովվական ծառայության մեջ չէի, ոնց անենք մենք ծառայողներս, որ մեր երեխաները աշխարհ չգնան, ոնց անենք մեր երեխաները եկեղեցում մեծանան։ Եվ եկավ մի պահ, պատանեկան տարիքը շատ կարևոր տարիք է, նա կամ աչանում կամ ձախ անում։ Որտեղ մինչև այդ մենք նրանց բերում ենք մանկական են բարձրանում, հավես խաղեր են անում, երեխա են, նրանք չունեն իրաց կամքը, բայց արդեն գալիս է 14, 15, 16 տարեկան, որ նրանք ինքնական պիտի որոշում կայացնեն, ես գնում եմ եկեղեցի։ Այս մենք պիտի բերենք հենց այս կետին մեր երեխաներին, ու երեխան ասի, ես գնում եմ եկեղեցի։ Ինչպես անել, երեխա ժամանակ բեր եկեղեցի, կիրակնորյա ծառայությանը, ճիշտ հիմք դիր։ Աստծո խոսքում մի բան կարդացի, այս վերջերս առակած գրքում ասում է, խրատիր քո երեխաներին Աստծո խոսքի մեջ, եւ նա ծերության ժամանակ չի խոտորվի։ Ծերության ժամանակ։ Սա նույնպես հույս է նրանց համար, ում երեխաները աշխարհ են գնացել։ Կա հույս ծերության ժամանակ այդ սերմեր Աստված կարա նորից արթնացնի։ Ինչպես անել, ճիշտ ներկայացրու Աստծուն, ապրի ճիշտ կյանքով, ապրի ոչ թե կեղծավոր կյանքով, այլ ապրի այն ցույց տուր քո համթույլ համուժեղ կողմերը։ Եվ որպեսզի երեխան փափագի քո Աստծուն ունենա, աղոթներ լսող, պատասխանող, ողորմած, սովորի քո երեխայի հետ աղոթել։ Մենք ունենք հրաշալի ավանդություն մեր ընտանիքում, մենք նոր տարին, հին տարին ավարտում ենք աղոթքով, նոր տարին սկսում ենք աղոթքով։ Այսինքն երեխաներին մենք բերել ենք, սովորացրել ենք աղոթել։ Եվ երբ որ դու նրան կապում ես Աստծո հետ, վերջ, քո Աստված դարձավ նրա Աստված արդեն։ Որտեղ դու արդեն կապել ես նրանց երկուսին։ Արդեն ես դուրս եմ եկել։ Ես դուրս եմ եկել իմ երեխաների եւ նրանց Աստծո արանքից։ Մենք դուրս ենք եկել։ Նրանք ունեն փոխհարաբերություն։ Գիտեք, եւս ծառայում է հիմա։ Լուրջ խնդիրներ ունենում, ինչ-որ պայքաներ ունենում, մտքեր, ցանկում պապ հաղթարեցի, պապ Աստծո խոսքով հաղթարեցի, պապ աղոթքի կանգնեցի։ Ես ճնշված էի, բայց ես կանգնեցի, ասեցի միևնույնն է, երեք եղավ նման խնդիր։ Զանգեց սենց շփոթված, կինոս ասեց աղոթի։ Մենք այդտեղ չենք եւ չան աղոթի։ Ընդամենը մի ժամ հետո զանգեց, հասպիկը վկայր։ Մի ժամ հետո զանգեց, ասեց լրիվ ուրիշ բան պատմեց, լրիվ ուրիշ բան պատմեց, ասեց կանգնեցի, ասեցի միևնույնն է ինչ ուզում ալինի, ես չեմ տրտնջալու, ես սա կանցնեմ եւ Աստված պիտի փառավորվի եւ Աստված փառավորվեց։ Ինչպես եղավ, մենք նրանց արանքից դուրս ենք եկել։ Այսինքն կա ժամանակ մենք պիտի նրանց հետ լինենք, Աստված եւ իմ երեխա կապենք իրար հետ, այսպես օգնենք երեխային, քայլի ինքը, օգնենք, բայց հենց սկսեց քայլել, մենք դուրս եկանք նրանց արանքից։ Շո Աստված դարձավ նրանց Աստված։ Իսկ իմ եկեղեցին դարձավ նրանց եկեղեցին։ Ու Փառք Հիսուսին։ Իսկ արդյոք այն հանգամանքը, որ երեխան մեծանում է հոգևոր ընտանիքում, բայց սակայն ժամանակ է գալիս, երբ որ լքում է եկեղեցին, կախված է այն հանգամանքից, որ ծնողները տվել են նրանց հոգևոր դաստիարակություն, բայց միևնույն է երեխան լքում է եկեղեցին, կախված է ինչ-որ հանգամանքից։ Գիտեք, սա միայն կախված չի ծնողից, սա կարա լինի մարդու տեսակ նույնպես, որովհետև ես անուն չեմ տա, բայց կա ծառայող, հզոր Աստծո ծառա, մեկը երեխաներից մեկը, տղաներից մեկը հավատարիմ եկեղեցու ծառայող է, իսկ մյուսը լրիվ ուրիշ աշխարհի մարդ է։ Դա համար սա ընտրություն է։
Ես մեկ անգամ կամ երկու անգամ ես օրինակը բերել եմ, կա մի ինստիտուտ, կոչվում է ինստիտուտ Մուդի, եւ այդ ինստիտուտը զբաղվում է մարդ արարածի ուսումնասիրությամբ եւ տարիների մեջ է նա իր ներդրումն անում։ Տեսեք, մի պահ եղավ, որ գնացին մի շատ երիտասարդ, բայց հաջողակ, կարծեմ երկրի վարչապետ էր, նրա մոտ եւ հարցազրույց է վերցնում, ասում է, ինչպես եղավ, որ դու դարձար այսպես հաջողակ մարդ, երիտասարդ տարիքում դու զբաղացրեցիր շատ լուրջ պաշտոն, նա ասեց, գիտես, որովհետեւ ես մեծացել եմ մի ընտանիքում, որի իմ հայրը եղել է հարբեցող, նա ամեն օր մտնում էր տուն, ծեծում էր ինձ, ծեծում էր մորս, ծեծում էր եղբորս, բայց ես որոշում կայացրեցի, որ ես նմանը չեմ լինելու։ Ես կհաղթարեմ այս ամեն ինչը, ես ուրիշը կլինեմ, ես ավելին ունեմ։ Եվ ես լրագրող ասում եմ, ոնց դու եղբայր ունես, ասում եմ, այո, եղբայր ունեմ, բա որտեղ է, բանտում է։ Նա այցելում է բանտ։ Այդ եղբորը ասում է, կպատմես ինչպես եղավ, որ դու դարձար հանցագործ։ Ասում է, բա ինչ էիր ուզում։ Ես մեծացել եմ ընտանիքում, որ իմ հայրը եղել է հարբեցող, ամեն օր ծեծում էր ինձ, ծեծում էր մորս, եւ ես ուրիշ ընտրություն չունեի։ Եվ ես կոտրվեցի եւ դարձա հանցագործ։ Տեսեք, երկու երեխա նույն տարի մեջ են մեծացել, բայց մեկը որոշման մարդ էր, մեկը որոշում կայացրեց, որ ինչը լինի, ես գիտեմ, որ ես ավելի համար եմ կանչված, որ կա ավելին, իսկ մյուսը կոտրվեց։ Այսինքն կա, այո, համ ընտանիքը ազդում է, բայց մարդու տեսակ էլ կա, որ դա արդեն մարդուց է եւ որոշումից է։ Նույն տան մեջից կարա դուրս գա, թե Աստծուն ճանաչող հավատարիմ, իսկ մյուսը կարա գնա լրիվ աշխարհ, եկեղեցուց գնա աշխարհ։ Իսկ ինչպես կարող է անդրադառնալ երեխաների եւ ընտանեկան մթնոլորտի վրա այն հանգամանքը, որ ծնողներից մեկն ապաշխարել է, իսկ մյուսը ոչ։ Նորից էլի այն պահանա, որ երեխայի որոշումն է, կամ կանգնում ապաշխարած ծնողից մեկի կողքը եւ պայքարում է այն մյուսի չապաշխարածի համար, կինը ունի իր կամ ամուսինը ունի, այսինքն ապաշխարած կողմը ունի իր մեծ ներդրում այդտեղ, որ իրականում չկոտրվի, որ աղոթներով կանգնի, ծոմերով կանգնի, հռչակումներով կանգնի, հոգևոր պայքարի մեջ լինի։ Սիրելի եկեղեցի, մենք ունենք հոգևոր զենքեր, եւ մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չի, մենք սա պիտի հասկանանք։ Մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չի, այլ հոգևոր իշխանությունների դեմ է։ Այսինքն, երբ որ կողմերից մեկ ապաշխարած չի եւ կոնֆլիկտի մեջ է, մենք չպետք է որ գնանք ընդառաջ կոնֆլիկտին։ Փորձենք մարմնավորապես այդ զենքեր օգտագործելով փորձենք հաղթենք։ Մեր պայքարը մարմնի եւ արյան դեմ չի։ Մեր պայքարը հոգևոր է։ Մենք պետք է հասկանանք, որ այդ անապաշխարի հետևում կանգնած են ուժեր, զորություններ, եւ մենք պետք է նրան հաղթենք, հետո նոր հասնենք սրան։ Եթե մենք վերևում չհաղթենք, հոգևորում չհաղթենք, մենք չենք կարող ֆիզիկականում տեսնենք մեր հաղթանակը։ Եվ կարա շատ վատ անդրադառնա իհարկե երեխաների հոգեբանության վրա։ Որ երեխաները տեսնեն միշտ վեճ, կռիվ, նման երեխան չի ուզենա տուն գնա։ Նման երեխան կուզենա ուր ասես գնա բացի տնից։ Որ տան մթնոլորտը հիմնականում կնոջ ձեռքերում է։ Եվ եթե կինը իրականում ապաշխարած է եւ իմաստուն լինի, նա կկարողանա թե ամուսնուն բերի տուն, թե երեխային բերի տուն, որովհետեւ տան մթնոլորտը կնոջ ձեռքերում է։ Դա կինն է կառուցում։ Նույնիսկ եմ ասում, կարա լինի իհարկե ֆորս մաժորային դեպքեր, կարա լինի սուբյեկտիվ բաներ, կարա լինեն դեպքեր, որ ինչ ուզում ես ամուսինը չի փոխվում, դա նրա որոշումն է։ Աստծո խոսքը ասում է, այս դեպքերում քույրը կամ եղբայրը անմեղ են։ Եթե կողմերից մեկը, ով անապաշխար է, ուզում է բաժանվի կամ ընդհանրապես այդ է կյանքը։ Դա համար կարա անդրադառնա, կարա վատ անդրադառնա, բայց միևնույնն է նորից որոշման հարց է։ Երեխան կարա կանգնի ապաշխարածի կողքը եւ եթե մաման է ապաշխարած, մոր հետ միասին աղոթի խոր համար, որ հորն էլ բերի, հիմնական դե մենք այդ խնդրի առաջ ենք կանգնում։ Դա համար եմ ես բերում այդ օրինակը։ Իսկ հետաքրքիր հարց իմ կողմից, երբ որ հակառակ կողմն է ապաշխարած, տղամարդն ապաշխարած է, իսկ կինը ոչ։ Դե լինում է, դա այդպես էլ է լինում։ Հիմնականում բայց հակառակն է լինում։ Նորից արդեն տղամարդ հանելիք ունի, բայց այստեղ գործը շատ է հեշտանում, որովհետև կնոջ գլուխը ամուսինն է։ Այստեղ գործը շատ ավելի հեշտ է, որովհետև տղամարդու իշխանությունը ուրիշ է։ Նախ Ադամը ստեղծվեց, հետո Եվան։ Ադամը Աստծո պատկերով ստեղծվեց, ոչ թե Եվան։ Աստծո խոսքն այդպես ասում։
Դա համար այստեղ հարցը ավելի հեշտանում է այն առումով, որ եթե տղամարդն է եկի Աստծուն, դա համար գիտես սատանայի նպատակն է խփի տղամարդկանց, որ տղամարդիկ չկան, որտեղ մի ապաշխարած տղամարդը դա հավասար է մի ցեղ, որ կա Աստծուն, մի ընտանիք կա Աստծուն։ Ճիշտ է, կին ապաշխարում է, դա լույս է վառնում տան մեջ, լույս։ Բայց երբ որ տղամարդն է ապաշխարում, մեծ պատստանցիա է միանում, հասկացա չէ տարբերությունը, որ նա կարա մի ամբողջ համակարգ, Կարժան ճիշտ եմ ասում, պատստանցիա չի ասեցի, մի ամբողջ համակարգ վառի ուղակի։ Դրա համար շատ, երբ որ տղամարդն է առաջինը քայլանում գալիս է եկեղեցին, մնացած գործերը հեշտանում է, շատ է հեշտանում։ Ես դեպքեր գիտեմ, որ առաջինը տղամարդն է ապաշխարել, ես ունեի տղամարդկանց խմբակ Երևանում, տղամարդը ապաշխարեց, կինը չէր ուզում, բացարձակ չէր ուզում լսել աղոթքի մասին, Աստծո մասին, եկեղեցու մասին։ Տղամարդը, այսի մի ընկերը հասավ նրան, որ կին ապաշխարեց, հիմա կինը տվել նրան անցել է հոգևորով, շատ ավելի հեռու։ Բայց ամեն դեպքում տղամարդը պատճառ եղավ, որովհետև տղամարդը ունի իշխանություն հոգևոր աշխարհում։ Նա իշխանություն ունի, որը Աստված է դրել այդ իշխանությունը տղամարդու վրա։ Իսկ սիրելի հովիվներ, ո՞րն է ձեր ընտանիքի ամրության բանալին։ Ես պատասխանեմ։ Դավայցի։ Մենք դեռ Քրիստոսին եկած չէինք սերներ, բայց Քրիստոսին գալուց հետո Քրիստոսն ու սերը միասին։ Հետաքրքիր պատասխան էր։ Հովիվ, իսկ ադատ թե սովորություն։ Ադարտ, նույն բան ադարտ է սովորությունը։ Ադատ թե Աստծո խոսք։ Դա ուրիշ է։ Իհարկե ադարտ էլ ինչ ան։ Տեսեք, կան սովորություններ, որոնք որ իրականում ազգային է, կա սովորություն դիվային է, ադատը դիվային է, կա որ օրինակի համար կա սովորություն, որը շատ լավ սովորություն է, գրված է եւ առաքյալները ըստ սովորության գնում էին տաճար աղոթելու։ Լավ սովորություն է թե չէ։ Հրաշալի սովորություն է, ըստ ադատի, ըստ ավանդության կամ ըստ սովորության գնում էին աղոթքի, բայց կա սովորություն, կա ադատ, որը դիվային է։ Եվ օրինակի մեր տարածաշրջանում այն կոչվում է կարմիր խնձոր, օրինակի համար։ Ադատներից մեկը, սա ամոթ է, իրականում ամոթ է։ Սա հայկական է, սա շնչավոր է։ Աստծո խոսքը ասում է, միթե ձեր իմաստությունը, ասում այդպիսի իմաստությունը շնչավոր է, մարմնավոր է եւ դիվային։ Այսինքն մարդկային այդ իմաստությունը, եթե շնչավոր է, ինքը վերջի, ասում եմ, վերջի տոք մեկը դիվային է։ Այսինքն մենք չպետք է ասենք դիվահարված է մարդը, չէ, սխալ է, աշխարհիկ է, դիվային մթնոլորտ է։ Դրա համար կան ավանդություններ, կան ադատներ, որոնք դեմ են դուրս գալիս եկեղեցուն եւ Աստծո խոսքին։ Այն ավանդությունները, որոնք դեմ են դուրս գալիս Աստծո խոսքին, մենք այն չենք ընդունում։ Այն սովորությունները, որոնք դեմ են դուրս գալիս Աստծո խոսքին, մենք այն չենք ընդունում։ Եկեղեցին այն չի ընդունում։ Նույն է տարածաշրջանային, նույն ոնց ասեցիք, ինչա քաշմա, բաշիր քյատմա են անում, հա, դա նույնպես ազգայինա, տարածաշրջանայինա, որը դեմ Աստծո խոսքին։ Այդպիսի սովորություններին մենք պիտի ասենք ոչ։ Ներողություն, կարմիր խնձոր կոչվածին մենք պիտի ասենք ոչ, սա չի կարելի, սա ամոթ է իրականում։ Դա համար սովորություն թե ճշմարտություն, իհարկե ճշմարտություն, իհարկե Աստծո խոսք։ Հաջորդ հարցը ամուսնու եւ կնոջ պարտականություններն ընտանիքում։ Ես խոսամ կնոջ պարտականություններից, կնոջ պարտականությունն է ընտանիքում դաստիարակել երեխաներին, որտեղ կինը տանսյունն է, եւ կնոջ պարտականությունն է ամուսնուն բարձրացնել։ Հաջողությունը հենց դրա մեջ է, երբ կինը բարձրացնում է իր ամուսնուն, երբ կինը իր պարտականությունների մեջ է, կոկիկ է տունը, երեխաները կոկիկ են, ճաշտ ժամանակին պատրաստված է, դու պիտի լինես քո կանացի պարտականությունների մեջ, դա կնոջ կողմը։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այդպես էլ կա իրականում։ Նորից նայած ինչ ընտանիք է, եթե ընտանիքում թե կինը, թե ամուսինը աշխատում են, այս ժամանակ պարտականությունը կիսվում է։
նրանք միասին երկուսով գալիս են տուն, միասին պարտավոր են երկուսը միասին, չգիտեմ, ճաշ էփել, մեկը մի բան անի, մեկը մյուս բան անի։ Լինում է, երբ որ ամուսինները գալիս են տուն, երկուսն էլ հոգնած, ամուսինը պարկում է բազմոցին պուլտը ձեռքը, դա է նրա պարտականությունը։ Նույն կինը, որը որ նույն ձևի հոգնած է, գնում է խոհանոց եւ սկսում է բան պատրաստել։ Դա սխալ է։ Բայց երբ որ կինը չի աշխատում, հիմնականում դա այդպես է մեր տարածաշրջանում, ամուսինը աշխատողը։ Երբ որ ամուսինը գալիս է տուն, կինոջ պարտականությունը ժպիտը դեմքին, գեղեցիկ, հարդարված, դիմավոր իր ամուսնուն։ Ու միջև չկերակրի, ոչ մի հարց չտա։ Միջև չկերակրի, նրան չծանրաբեռնի իր խնդիրներով կամ մտքերով։ Կինը ունի իր պարտականությունը, այո, ամուսինը ունի իր պարտականությունը։ Տղամարդու պարտականությունն է, որ կերակրի ընտանիքը, ֆինանսական ծանրությունը տղամարդու վրա պիտի լինի, դա ճիշտ է, դա առողջ է։ Կինն էլ եթե ուզում աշխատի, փառք Հիսուսին թող աշխատի։ Եթե նրանք լեզու են գտե, որ կինը չպետք է աշխատի, թող չաշխատի։ Բայց տղամարդու վրա է դրված այդ պարտականությունը։ Ընտանիքը կերակրել, պաշտպանել, լինել քահանա, լինել թագավոր, այդ տան թագավոր։ Բայց կինը թագուհի է, հա։ Որտեվ թագավորի կինը թագուհի պիտի լինի, այո։ Հովիվ Լուսինե, արդյոք սերն ունի լեզուներ։ Ֆրանսերեն։ Ունի սիրո լեզուն է առաջինը։ Երբ որ ամուսնուդ կողմից դու տեսնում ես հարգանքը քո անձի հանդեպ, իհարկե նվերը, դա էլ է սիրո լեզու, որ ես շատ հաճախ եմ տեսել, եւ ծաղիկները, որ մշտական են եղել։ Ունի սերը լեզու, որովհետեւ շատ սիրում ենք լեզվով ասել սիրում եմ, բայց գործերով ցույց չենք տալիս, բայց կարող ես չասել հաճախ, մեր դեպքում եւ հաճախ ասում է եւ մյուս բաներն էլ նվերն էլ, ծաղիկներն էլ, մեր մոտ այդ երկուսն էլ կա։ Գիտեք, սերը ունի լեզուներ, դա խոսքերն են, դա հպումն է։ Եթե մենք միշտ այս օրինակը բերում, եթե մենք միշտ ծաղիկին ասենք ես քեզ սիրում եմ, բայց չջրենք, ուշ թե շուտ թառամելու է։ Դրա համար, այո, սերը ունի լեզու, դա սիրո լեզուները մենք պարտավոր ենք այդ բոլոր լեզուներով խոսենք, իմանանք, եւ իրականում որ տարիքում ուզում ես եղի, երիտասարդ թե մեծ, դու պարտավոր ես, եթե դու ամուսին ես կամ կին ես, հա, ամուսացած ես, դու պիտի լինես գրագետ այդ բոլոր լեզուների մեջ։ Դու պիտի լինես, գիտես, ամոթ չի չիմանալը, ամոթը, երբ որ դու չես ձգտում դա իմանաս, երբ որ դու քեզ չես զարգացնում, երբ որ դու տեսնում ես քո բացը, բայց չես լրացնում, երբ որ դու տեսնում ես թույլ կողմդ, բայց չես ուժեղացնում, այդ դա սխալ է։ Դրա համար այդ լեզուները մենք պիտի սովորենք, որ տարիքում ուզում ես եղիր, բայց ամեն տարիքում մի պահանջ կա։ Որ լինում է, որ ասում են, քիչ ես ասում, որ դու չես սիրում։ Հաճախ դա լինում է կինն ամուսնուն ասում, դու չես սիրում, ասում է, քիչ ես ասում, որ չես, քիչ ես տենում, որ սիրում եմ։ Ահա ոնց։ Ինչքան է։ Էտուն դու մտա։ Քիչ ես տենում, որ սիրում եմ, ախպեր տենում եմ, մի հատ ասա։ Նա ուզպետի լսի, այո, պիտի լսի։ Ու նաև պիտի տենա։